Երանի ես իմանայի այս ամենը Եվրոպա տեղափոխվելուց առաջ։ Ես տեղափոխվել եմ Եվրոպա 2 տարի առաջ, ավելի կոնկրետ Իսպանիա, մի քիչ ավելի կոնկրետ Վալենսիա քաղաք։ Առաջին բանը, որ պետք է իմանալ Եվրոպա տեղափոխվելուց առաջ, թե դուք ինչ կարգավիճակով եք այստեղ պատրաստվում ապրել մոտակա 3 տարին, 2-ից 3 տարին ավելի կոնկրետ։ Երկրորդ, ինչ ֆինանսական միջոցներով եք պատրաստվում ձեր կյանքը դասավորել Եվրոպայում, ավելի կոնկրետ այս պահին Իսպանիայում, եւ երրորդ, ինչ պլաններ ունեք ապագա 3 տարիների համար, կրթվելու եք, պարզապես ապրելու եք, աշխատելու եք, ընդհանրապես ինչպես եք գոյատևելու այստեղ եւ որ ամենակարևորն է, ինչ լեզվով եք շփվելու։ Միանգամից ասեմ, որ այստեղ անգլերեն լեզուն չի անցնում, եւ եթե դուք պլանավորում եք այստեղ ապրել անգլերեն լեզվով եւ բացարձակապես ոչինչ չգիտեք իսպաներեն, ապա ցանկալի է հենց այս պահից բացել պարզապես իսպանական, իսպաներեն, հայերեն, իսպաներեն, անգլերեն, չգիտեմ որն է ձեզ հարմար, որևէ բառարան եւ սովորել իսպաներեն բառեր։ Խորհուրդ չեմ տա գնալ ինչ-որ իսպաներենի դասերի եւ այլն, չնայած դա ձեր ընտրությունն է, բայց որքան շատ բառեր, այնքան շատ հնարավորություն Իսպանիայում շատ արագ ինտեգրվելու համար։ Անկախ դրանից դուք գալիս եք Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, որտեղ որ գնում եք, տվյալ երկրի լեզուն տիրապետելը ձեզ համար շատ կարևոր է, որովհետև այդ երկրում իհարկե ձեզ բուլինգի չեն ենթարկի տվյալ երկրի լեզուն չիմանալու համար, բայց տվյալ երկրում պարզապես դուք ոչինչ չեք կարողանա անել առանց լեզուն իմանալու։ Օրինակի համար դուք չեք կարողանալու հասարակ գնալ խանութ եւ խանութից առևտուր անել, որովհետև հասարակ ժողովուրդը ցավոք սրտի այս երկրներում չի տիրապետում անգլերենին, տիրապետելու դեպքում էլ շատ հաճախ ցանկություն չունեն ընդհանրապես ձեզ հետ այլ լեզվով շփվելու, նրանք սիրում են իրենց լեզվով շփվել։ Պետք է ասեմ, որ երբ առաջին անգամ ինքնաթիռից եկա Վալենսիա քաղաք, իմ տպավորությունները մեղմ ասած ամենալավը չէին, որովհետև նախ մշակութային առումով ես խնդիրներ ունեի եւ երկրորդն էլ որ ամենակարևոր բանն է, ես ընդհանրապես չէի ընկալում իրենց վարքի մշակույթը առաջին հերթին հենց այն մի բանը, որ մետրոյի դռները ինքնուրույն չեն բացվում, այլ եթե դու ուզում ես այդ կայարանում ինչնել դուռը, դու ինքդ պետք է բացես եւ շարունակած դրանով, որ այստեղ բացարձակապես այլ մշակույթ է, այլ մտածելակերպ է։ Հիմա օրինակ իհարկե ես արդեն այդ եվրոպական մշակույթը վերցրել եմ եւ ամբողջապես ինտեգրվել եմ այդ մշակույթին եւ ոչինչ ինձ համար տարօրինակ չի թվում արդեն, բայց օրինակ այն ժամանակ ինձ համար շատ տարօրինակ էր, որ կապույտ տեղերը, որոնք որ նախատեսված են հաշմանդամների, տատիկների եւ հղիների կամ որոշակիորեն վիրավորների համար, ապա այդ տեղերում անգամ ամբողջ մետրոն կարող է խիտ լցված լինել, այդ տեղերը պարտադիր դատարկ են մնում նախատեսված լինելով տատիկների համար, որ առաջին անգամ լավ հիշում եմ այդպես իրերով, չիմադաններով հենց օդանավակայանից նստեցինք մետրո, որպեսզի գանք տուն, այստեղ իմ ընկերներն էին ինձ դիմավորում եւ ես երկար ժամանակ դեռ մնացի իրենց հետ եւ ինձ համար շատ տարօրինակ էր, որ ես այդ հոգնած, տանջված վիճակից չեմ կարող նստել այդ կապույտ տեղերը, որտեղ իմ ընկերուհին ասեց «No», ասեց «Անի ջան, դու այդտեղ չես կարող նստել, դու պետք է սպասես, որ առանձին ինչ-որ տեղ քեզ համար նախատեսված ազատվի եւ նոր նստես, կապ չունի որքան հոգնած ես, դու երիտասարդ ես, պետք է սպասես եւ առավել եւս եթե ինչ-որ մեկը նստած է այդտեղ լինում, տատիկները շատ հանգիստ կարող են գալ եւ իրենց այդ ահասարսուր դեմքերով սպառնալ, որ ինչի ես նստել իրենց տեղը։ Մյուս շատ հետաքրքիր բան այն էր, որ ես առաջին հայացքից միանգամից նկատեցի աղունիկներին, տարբեր գույների, տարբեր երանգների, սիրուն աղունիկներին ու ես միանգամից ինձ մոտ միանգամից զարմանք առաջացրեց, որ հենց առաջին օրը գնացինք Carrefour, մեծ սուպերմարկետ ու սուպերմարկետի հենց ներսում կային աղունիկներ, ովքեր շրջում էին ներսում ու մարդկանց հետ քիչ էր մնում առևտուր անել եւ կասայում հերթ կանգնել, այդքան տարօրինակ էր եւ ես հետո իմացա, որ դրանք պետական պաշտպանության տակ եղող թռչուններ են եւ նրանց վնասելը օրենքով պատժելի, ինչին շատ հաճելի դարձավ։ Նրանք այսպես թե այնպես ծնվում են պալմաներից եւ այլն, բայց նաեւ շատ կտեսնես, որ մարդիկ նստում են ու կերակրում են։ Ես հիմա կադրեր կդնեմ ու դուք կտեսնեք ոնց են մարդիկ պարզապես նստում նստարաններին ու կերակրում աղունիկներին։
Մյուս կարևոր բանը դա վայրի թութակներն էին, որ ես ֆիքսեցի ու շատ սիրեցի, ես թութակ ընդհանրապես շատ եմ սիրում, այդ վայրի կանաչ թութակները շատ հաճելի են, ամեն օր առավոտյան ժամը 7-ից, երբեմն էլ 6-ից իրենց ձայնը միանում է ու հատկապես երբ որ քաղաքը շատ դատարկ է, իրենց ձայնը շատ զրնգուն է ու եթե դու ընդհանրապես զարթուցիչ չունես, ապա իրենք լավ զարթուցիչ են քեզ համար, նրանց վիդեոն եւս հիմա կդնեմ ու կտեսնեք ինչքան գեղեցիկ են ու ինչքան հաճելի է իրենց ընդհանրապես հետևելը, տեսնելը եւ այդ միջավայրում ապրելը։ Եվ մի կարևոր բան էլ նա էր, որ ես երբ որ ինքնաթիռից իջա ու առաջ քաղաքում շրջեցինք, առաջին օրը հենց հարցեցի, ասեցի ընկերուհուս, բա ուր են այստեղ թափառական կենդանները, թափառական շները, կատուները, ու ինքը ասեց, ոնց որ հարցնես, ուր են թափառական երեխեքը, բնականաբար չկան, ամեն մեկ իրենց շելթերներում են ու այստեղ թափառական շներ ընդհանրապես չկան, բոլոր շները, որոնք որ տեսնում ես, շատ ուշադիր եղի, մի մոտիկացից ես, որովհետև իրենք բոլորը տեր ունեն, իսկ ես սովորաբար մոտիկամ եմ բոլորին սիրելու։ Կրկին մշակութային մի շատ հետաքրքիր առանձնահատկություն է իմ ետևում երևացող այս ժալյուզները, որոնք որ մինչև վերջ փակվում են ու անգամ ցերեկը ամբողջ սենյակը կամ բնակարանը ամբողջապես մթեցնում են այդպես, որովհետև շատ հաճախ արևի ճառագայթները այնքան ուղիղ են ու այնքան ահավոր են, որ ամբողջ տունը եռում է այդ արևի ջերմությունից եւ երբեմն իրենք դա իջացնում են, բայց նրանք մի քանի ֆունկցիաներ ունեն։ Նախ քաղաքը երբեք չի մտնում, այս քաղաքը երբեք չի մտնում, որովհետև միշտ լույսերը միացրած են եւ եթե դու չես կարողանում լույսի տակ քնել, ապա պետք է իջացնես։ Քաղաքի աղմուկը երբեք չի դադարում։ Եթե դու ուզում ես անաղմուկ քնել, խնդրում եմ իջացրու ժալյուզները։ Այսինքն, այս պարագայում նրանք ոչ թե որոշել են, որ քաղաքի աղմուկը պետք է իջեցնեն, այսինքն իրենք հիմնականում այստեղ ցուրտ սեզոն չի լինում ու ջեռուցման խնդիր չի լինում, իրենք պարզապես պատուհանները բացում են եւ այս շելթերները իջացնում են, ժալյուզ ասվածները իջացնում են եւ ստացվում է եւ հով, զով, մութ, բայց բաց, այսինքն իրենք այդ հարցը լուծել են այսպես եւ շատ հետաքրքիր մշակութային բան է, որ օրինակ ես չեմ օգտագործում երբևէ միշտ իմ բոլոր սենյակների պատուհաններին, ննջասենյակների պատուհաններին հատկապես միշտ եղել է, ես երբեք չեմ օգտագործել դա, բայց ես անընդհատ նկատում եմ հատկապես երբ որ մութն ընկնում է ժամ 8-ից հետո բոլորը ժալյուզները իջեցնում են, դա եւս մյուս խնդիրն է լուծում, որ օրինակ դիմացի պատուհանից, դիմացի շենքից դու երբեք չես տեսնի դիմացի տանը ինչ է կատարում, որտեղ այս ժալյուզները սիրուն իջեցնում են եւ ամեն մեկը իր անձնական տարածքն է ունենում, ընտանեկան տարածքն է ունենում եւ այստեղ շատ քիչ են վարագույրներ դնում, ավելի շատ այս ժալյուզներով են հարցը լուծում ու բոլոր տների վրա, շենքերի վրա բոլոր դրսից ունեն այդ ժալյուզները, որ իմ համար շատ տարօրինակ էր էլի, ես այստեղ Եվրոպայում եմ,
ամեն ինչը տեսել ու հետաքրքիր միջոց է։ Եվրոպայում մի շատ հետաքրքիր մշակույթ սովորեցի, մի շատ հետաքրքիր բնավորություն ինձ մոտ առաջ եկավ, որ եթե դու չես ուզում, որ քեզ մերժեն, ցանկալի է, որ դրանից առաջ դու չխնդրես։ Այստեղ այդ առումով շատ հստակ է ամեն ինչ դրված եւ ոչ մեկ ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ եւ ոչ ոք լավություն անելուց չի սպասում պատասխանը, ինչը որ շատ առողջ մտածելակերպ է եւ առողջ հոգեբանություն։ Ժամանակի ընթացքում այստեղ բնավորությունը շատ փոխվեց, ես դադարեցի նեղանալ մարդկանցից եւ իսկապես չեմ նեղանում, այսինքն մի ժամանակ ես ոնց ասեցի ինքն ինձ եւ այլն շատ այդ տեսակ բնավորությունն է ու շատ ներս էի տանում, երկար մտածում եւ այլն, հիմա ավելի թեթև եմ ապրում։ Իսպանիան ճիշտ են ասում, որ ինքը հակադեպրեսանտ է եւ ընդհանրապես եթե շատ սթրեսված եք, կարող գալ Իսպանիա, իսպանացիների այդ վայբը դրական լինելու, առավոտից ժամը 12-ին իրենք թունդ ալկոհոլ են խմում, անգամ գործի լինելով, ժամը 2-ին իրենց աշխատանքը գրեթե մեծ մասի ավարտվում է, 2-ից 4-ը քնում են, իրենց սիեստան են անում, այսինքն ամեն ինչ անում են, որ իրենք սթրեսից ազատ ապրեն, իրենք չունեն մեծ ամբիցիաներ աշխարհը գրավելու, իրենք ունեն ամբիցիա այս կյանքը երջանիկ ապրելու եւ 101%-ով կարողանում են այդ պլանը կատարածել, որովհետեւ ինչպես տեսնում եք, իսպանացի ամենաերջանիկ ժողովուրդներից մեկն է, եւ եթե դու տեղափոխվում ես Իսպանիա, այդ վայբի մեջ ես մտնում։ Ես շատ լարված էի ապրում Հայաստանում, շատ ավելի վերև, ավելի բարձր, ավելի արագ, ավելի ուժեղ մտածելակերպի մեջ է, բայց երբ որ ես տեղափոխվեցի Իսպանիա, ես կարող եմ խոսել Վալենսիայի մասին։ Ինձ այդ վայբը տարավ դրան, որ գուցե փորձեմ ավելիների շարքում մի բան բերել առաջի կետում, դա ավելի երջանիկն է եւ մնացածը շարքից հանեմ, եւ դա ինձ մոտ ստացվեց։ Եթե ես երկրորդ անգամ տեղափոխվելու լինեի որևէ այլ երկիր ապրելու, հատկապես եվրոպական երկիր, ես կրկին կընտրեի Իսպանիան այսքան ինֆորմացիա ունենալուց հետո, պարզապես մի քիչ ավելի պատրաստված կգայի, մի քիչ ավելի իսպաներենի իմացած կգայի, կսովորեի գուցե, բայց ես դες մի բան պետք է ասեմ, իմ գալուց առաջ իմ ընկերները, ովքեր ինձ այստեղ դիմավորեցին եւ առաջի 5-6 ամիսների ընթացքում օգնեցին ինձ ադապտացվել, նախ եւ առաջ պահեցին ինձ, դա շատ կարեւոր է, միշտ ունեցեք մարդ եվրոպական որևէ քաղաք տեղափոխվելուց, որ ձեզ պետք է աջակցի 101%-ով, այսինքն գուցե դուք ֆինանսով եք գալու կամ ինչ տարբերակներով եք գալու, ես չեմ կարող ասել, բայց մեկով ձեզ մշտապես աջակցություն է տալու այնքանով, որքանով որ ձեզ անհրաժեշտ է։ Ինձ այնքան աջակցություն են տվել, որքանով որ ինձ անհրաժեշտ է, եւ մի բան էլ ավել ինձ այստեղ օգնել են ադապտացվելու հարցում, եւ դա շատ կարեւոր է։ Դա գալուց առաջ մի քանի բաներ պետք է հաշվի առնել, բայց պետք է ասեմ, ես գալուց առաջ այն ինֆորմացիան, որ ունեի, շատ քիչ էր ու շատ նվազեր, ավելի պատրաստված կգայի, եթե տեղափոխվելիս լինեի Իսպանիա, բայց կրկին ասում եմ, այս ինֆորմացիան ունենալով ես կրկին կգայի Իսպանիա, կրկին կտեղափոխվեի այստեղ, որովհետև այս երկիրը ինձ շատ ավելի դրական փորձառություններ տվեց, շատ բաներ սովորեցի ու շատ իմ կյանքը դեպի դրական կողմը փոխվեց։ Պետք է ասեմ, որ գալուց առաջ իմ ընկերները ինձ դիմավորում են, ասում են գուցե 1 շաբաթով, 2 շաբաթով գաս, հասկանաս ու հետո տեղափոխվես, բայց ես ռիսկի մարդ եմ ու տենց եկա ու որոշեցի, որ չէ, ամեն դեպքում տեղափոխվում եմ ու մնում եմ, ու շատ քչեր իմ հարազատներից տեղյակ էին, որ ես արդեն որոշում եմ կայացրել այստեղ մնալու, երբ որ արդեն այստեղ էի, բայց չեմ փոշմանել դրա համար, պարզապես շատ կարոտում եմ Հայաստանի հիմա։ Դե իհարկե շատ բաներ կան Եվրոպայում, որ ես շատ հավանեցի, մասնավորապես այս բան կարող եմ ասել Իսպանիայում, որովհետև Իսպանիայում ամենաերկարն եմ բնականաբար բնակվում, բայց շատ բաներ էլ կան, որ շատ խիստ բացասական են եւ պարզապես ես ընդհանրապես անգամ այդ մշակույթը չեմ կարողանում անցնել։ Առաջինը դա թմրանյութեր օգտագործելու մշակույթն է, որ ես ընդհանրապես չգիտեի թե թմրանյութերը օգտագործելու ժամանակ ինչ հոտեր են առաջացնում եւ առաջին անգամ մեր երրորդ հարկի հարևանը օգտագործել էր թմրամիջոցներից մեկը ու այդ հոտենք այնպես էր տարածվել շենքով մեկ ու հետո բնականաբար դա դարձավ սովորական, դա պարզապես երկրորդ կամ երրորդ օրն էր ինչ ես Իսպանիայում էի ու ասեցի ժողովուրդ ինչ որ մեկը շենքում սուրճ է վառել, որովհետև էս ինչ անտանելի հոտ է, ինձ բացատրեցին շատ նուրբ, որ դա սուրճի հոտ չէ եւ այդ հոտ ավելի ու ավելի անտանելի շուտով կդառնա, պետք է պատուհանները փակել, եթե չես ուզում շնչել այդ հոտը, մեկ եւ երկրորդն էլ դրանից հետո արդեն հետեւում են աղմուկները բակում
ժամանակ այդպես շատ ռիսկով աղջիկ չէի, հիմա շատ ռիսկով եմ, անցնում եմ պատշգամբ եւ բարձր գոռում եմ կերես պոլիսիա, ինչը նշանակում է ուզում եք ոստիկանություն կանչեմ եւ բնականաբար շատ արագ բոլորը ծրվում են, որովհետեւ հատկապես թմրամիջոցի ազդեցության տակ եթե ոստիկանությունը բռնի նրանց, այն էլ սովորաբար բոլոր bad habit-ներով, բացասական սովորություններով մարդիկ են դրանք, որ նարկոտիկ են օգտագործում կամ թմրամիջոց ասվածը, բնականաբար նրանք շատ արագ փախնում են այդ տարածքից եւ այդ միակ աղմուկը չէ, բնականաբար շատ մասկլետաներ են լինում, միջոցառումներ են լինում, հատկապես ֆայասի տոնը եւ ես կադրեր կդնեմ, կտեսնեք, առավոտը ժամը 6:30-ից 7-ից սկսում են այդ գմփուցիկները եւ սալյուտները իրենց ընդհանրապես հետաքրքիր չի մութեթելու է սալյուտների համար եւ այդ աղմուկի մեջ դու պետք է ապրես 24 ժամ։ Ահա եւ թերությունները։ Բնականաբար ես շատ զանգեր եմ ստանում, շատ հարցեր եմ ստանում, ինչպես է այդտեղ կյանքը անցնում, ինչ էմոցիաներ ունեմ ես ապրելուց, արդյոք ինձ սպասելիքները արդարացված են թե ոչ եւ այլն եւ այլն։ Առաջին մի բանը, որ պետք է իմանաք, Իսպանիան դա այն երկիրը չէ, որտեղ որ գալու եք մեծ գումարներ աշխատեք, Իսպանիան դա ձեր կյանքը ավելի դրական, ավելի լուսավոր, ավելի պայծառ, ավելի խաղաղ, ավելի հանգիստ, ավելի իսպանական վայբի մեջ ապրելու համար է, եթե դուք միջոցառումների, մասկլետաների, չգիտեմ, հետաքրքիր իրադարձությունների էպիկենտրոնում եք ուզում ապրել, ապա միանշանակ այս այն երկիրն է, որտեղ որ կռեալիզացնեք ձեր բոլոր սպասելիքները, որտեղ Իսպանիան մի երկիր է, որտեղ 365 օր Իսպանիայի որևէ մի ծայրամասում, որևէ մի քաղաքում միանշանակ տոն է, դուք 365 օր կարող եք պարզապես արթնանալ եւ եթե որոշեք, որ այդ օրը ձեզ համար տոն է, գտնեք քարտեզի վրային քաղաքը, որ այդ օրը այդ քաղաքում տոն է եւ գնաք ու տոնեք այդ քաղաքում ինչ որ ուզում եք անցկացնեք ձեր բարձր տրամադրությունը, ամենաշատ արևային օրերն ունեցող երկրներից մեկն է, շատ տաք է, շատ ջերմ է եւ եթե դուք այդ տեսակ բնավորության տեր մարդ եք, ապա Իսպանիան ձեր երկիրը կարող է դառնալ, բայց եթե դուք ուզում եք գումար աշխատել, պետք է իմանաք, որ այստեղ միջին աշխատավարձները 1300-ից 1500 եվրո են, այդքան մեծ գումարների մասին չի խոսքը Իսպանիան, բայց փաստաթղթային առումով այստեղ ադապտացվել եւ հետագայում անձնագիր ստանալը փոքր-ինչ ավելի հեշտ է, քան եվրոպական մնացած երկրներում։ Դա եւս առավելություններից մեկն է։ Ամեն դեպքում, եթե որոշել եք Իսպանիա տեղափոխվել, շատ երկար ուսումնասիրեք, նրանք ովքեր արդեն Իսպանիայում են կամ եվրոպական երկրներում են, կարող եք գրել ձեր փորձառությունները կոմենտներում, կիսվել ինձ հետ ձեր փորձառություններով եւ ասել, որքանով եմ ես համապատասխան կամ ոչ իրականության։ Համապատասխան ասելով ի նկատի ունեմ, որքանով եմ ես ընկալել են իրականությունը, որը կա, որովհետև այստեղ ապրում են մարդիկ, որ արդեն 20 տարի են այստեղ, 25 տարի են այստեղ եւ 10 տարի, ամեն դեպքում 5 տարուց ավել ապրող մարդիկ գուցե այլ տպավորություններ ունենան։ Ես ընդհանրապես մոտ ավրապես 2 տարի ինչ ապրում եմ Իսպանիայում եւ կիսվում ձեզ հետ իմ տպավորություններով եւ իմ մտածելակերպով տարի բնականաբար փոխվում է մտածելակերպս, ինֆորմացիան է փոխվում, հասկանում ինչը սխալ էի հասկացել կամ ընդհանրապես ուրիշ տեսանկյունից եմ արդեն նայում, գուցե մի տարի հետո լրիվ այլ վիդեո նկարեմ, լրիվ այլ բանի մասին, որտեղ 1 տարի առաջ լրիվ այլ բանի մասին եմ խոսում, այնպես որ դա շատ նորմալ է, որ ժամանակի ընթացքում քո ապրելիք միջավայրի մասին ինֆորմացիան ավելի շատանում է եւ մտածելակերպդ փոխում ես այդ տարածաշրջանի հետ կապված, այնպես որ խիստ մի դատեք, կոմենտեք անպայման ձեր կարծիքը, ձեր տեսակետը, որքանով է ճիշտ, որքանով է սխալ, մենակ խնդրում եմ մի գրեք սուտ ես ասում, որովհետեւ շատ են գրում նախորդ կոմենտներում սուտ ես ասում, սուտ չեմ
չեմ ասում եմ այն ինչ որ ես եմ զգում, դա իմ էմոցիաներն են, իմ ապրելակերպն է, իմ ապրած միջավայրն է, եւ եթե ձերը այլ է, պարզապես ձերը այլ է, գրեք ինչպիսին է ձերը։ Այդպես դե ինչ ես շատ կուզեմ, որ ինձ օգնեք, աջակցեք իմ բլոգը զարգացնելու հարցում։ Ես շատ խնդրում եմ, որ բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղ մեկ զանգակի կոճակը, որ չկորցնեք ինձ, շատ կոմենտեք, լայքեք, տարածեք ու օգնեք, որպեսզի ես կարողանամ իմ բլոգը զարգացնել, եւ եթե ցանկություն ունեք, կարող եք նաեւ բարբերաբար միանալ իմ լայվերին եւ այդտեղ արդեն ուղիղ եթերով կիսվել ձեր կարծիքներով, գրել ձեր կոմենտները եւ կիսվել ձեր մտածելակերպով կամ ապրելակերպով կամ փորձառությունով, ինչպես որ կուզեք։ Այնպես որ կհանդիպենք, hasta luego։